Քսեք մեկ լայք եւ բաժանորդագրվեք մեր ալիքին։ Ռոբիկը երկնել է ինքնության մասին, ասում է ինչ գործ ունեք մեր ինքնության հետ, հիմա ուզում եմ հասկանամ, որն է Ռոբիկի ինքնությունը, ժողովրդից թալանած փողերով սատկած առյուծ թամբելը, թե Երևանի կենտրոնում մարդկանց գնդակահարելը, համբալ։ Իմացա Ռոբիկը մեծ խոսացել է, ինչ-որ կզելուց, կզացնելուց, ուրեմն 2021-ին հայ ժողովուրդը քեզ արդեն կզացրել է, Ռոբիկ, բայց եթե չես հասկացել հետդ կատարվածը, նույնը անելու է 2026-ի հունիսի 7-ին, կասկած չունենաս։ Լսել եք կալուգացի օլիգարխի մտքի փայլատակումները։ Դուք որ ասում եք դպրոց խել շատ կառուցում կամ ասֆալտ շատ, որտեղ ուղեղ չունի, այդ որ ցույց եք տալիս դրա համար։ Այո, ճիշտ լսեցիք, կալուգացի օլիգարխը մեզ համարում է անուղեղ նրա համար, որ Հայաստանում կառուցում ենք դպրոցներ ու ճանապարհներ, որովհետև կալուգացի օլիգարխին ու նրա մտերմիկ շրջապատին պետք չէ, որ Հայաստանում կառուցվեն դպրոցներ, պետք չէ, որ Հայաստանում կառուցվեն կրթօջախներ, պետք չէ, որ Հայաստանի ժողովուրդը ստանա պատշաճ կրթություն, որպեսզի հարկ եղած դեպքում այդ ժողովրդին իրանց համար սարքեն սափրագլուխ ախրանիկներ կամ խոպանչի բանվորներ, տանեն կալուգաներում աշխատացնեն կոպեկների դիմաց ու Աստված գիտի վերջում փողը կտան, թե չեն տա, որպեսզի Հայաստանի ժողովրդին ընտրություններից առաջ կոպեկներով կաշառեն ու գողանան ժողովրդի քվեն։ Սա է կալուգացի օլիգարխի ասացի ողջ տրամաբանությունը։ Ինչ խոսք, պետք է խոստովանեմ։ Դպրոցների շինարարության հարցում մեզ մեղադրելը ուժեղ բլթ էր կալուգացի օլիգարխի կողմից։ Կալուգացի Սամոյի համար ընտրակաշառք բաժանող հերթական ճիվաղներն են ձերբակալվել։ Լսեք ուշադիր։ Մենցումի մարդիկ ընկեր մեծ այնին 100,000-ով 200,000-ով փող են տալում պլյուս Սամվել Կարապետյանը տել է դա 180,000-ով փող է բաժնում։ Ինչ կա հանրապետության հրապարակ։ Հանրապետության հրապարակը։ Ախպերս թակել եմ գյուղի վեր է, նա ախպեր, վե։ Գյուղով ընտրությունը։ Արձանագրենք, որ կալուգացի Սամոյի համար ընտրակաշառք են բաժանում մարդիկ, ովքեր հայոյում են հանրապետության հրապարակը։ Կալուգացի Սամոյի համար ընտրակաշառք են բաժանում մարդիկ, ովքեր թքած ունեն գյուղի վրա, հետևաբար նաև գյուղի բնակիչների վրա։ Ինչպես ժամանակին իրենց շեֆը կալուգացի օլիգարխը հայտարարեց, որ թքած ունի հեծի վրա։ Ահա սա է այն արժեհամակարգը, որ կալուգացի Սամոն փորձում է բերել Հայաստան, բայց չի հաջողելու, որովհետև կաշառատու ցանկացած ճիվաղ ձերբակալվելու է եւ օրենքի առաջ պատասխան է տալու։ Այ կաշառատուներ, հիմա էլ քֆուրով եք մարդկանց ահաբեկում, որ ձայները կորզեք, տեսակ ընտրակաշառքով չի ստացվում, հիմա էլ փորձում եք քֆուրով ահաբեկեք, այս ինչ էր։ Քփեի վրով պրագոնի ները կողերեն, ով որ բդնդրե քփ Ասել է։ Մարդիկ պրագոնները քսախպրի պլաստաղեկի բռներ կդա։ Սա կալուգացի օլիգարխի համար ընտրակաշառք բաժանող թաղային խուժանն է, որը տեսնելով, որ ընտրակաշառքով չի կարողանում այլևս կորզել մարդկանց քվեները, փորձում է ահաբեկել հայոյանքով, քֆուրով։ Ու այո, թե կալուգացի օլիգարխը եւ թե նրա համար ընտրակաշառք բաժանող թաղային խուժանը նույն արժեհամակարգի են։ Ֆիքսենք նաև, որ կալուգացի օլիգարխը այլևս մնացել է քֆուրի հույսին ու քֆուրով ձայներ հավաքելու հույսին։ Կաշառատուներ։ Կալուգեցի օլիգարխը խոստովանեց, որ Հայաստան 300,000 ադրբեջանցիներ գալու մասին թեզը վերցրել է դեռևս տարիներ առաջ Ալիևի արած հայտարարությունից։ Ու այն, որ հիմա Ադրբեջանում նման խոսույթ չկա, գոյություն չունի ու քննարկում չկա Հայաստանի ու Ադրբեջանի միջև այս հարցի շուրջ, չի խանգարել կալուգեցի Սամոյին ու նրա թիմակիցներին ամիսներ շարունակ ստեր տարածել։ Կալուգեցի Սուտասյան օլիգարխը նաև հաստատեց, որ որևէ տեսակի ապացույց չունի, որ Հայաստան 300,000 ադրբեջանցիներ են գալու։ Կալուգեցի օլիգարխը նաև խոստովանեց, որ որևէ տեսակի պայմանավորվածությունից տեղեկություն չունի 300,000 ադրբեջանցիների Հայաստան գալու մասին։
Փաստացի այս ամենով հաստատելով, որ ինքն ու իր թիմակիցները երեսպաշտ սուտասանների նման ամիսներ շարունակ ստեր են տարածել ու այդ կեղծ թեզով փորձել են սանել մեր հանրությանը։ Հիմա էլ ասում է երբեք չի լսել, որ վարչապետը այս հարցին ու թեմային անդրադառնա ու հերքի։ Պարոն Սուտասան, դե հիմա ուշադիր լսի։ Ադրբեջանի հետ երբեք նման հարց չենք քննարկել եւ չենք քննարկում։ Հայաստանի մասին ափր-ցփր խոսացող կալուգացի օլիգարխին մեկը թուշեք, որ Հայաստանը իր համար հերթական մոլը չէ, որ կտրտի կտորների ու տնօրենի ոնց ուզի։ Թե բա եթե բոլորը կորցնենք, լոռու համար մինչև վերջ կպայքարենք, չենք տա ոչ մեկին։ Դե կներեք էլի, իսկ մյուս մարզերը հոժարակամ կտակ ուրիշին։ Շիրակը, Տավուշը, Կոտայքը, Գեղարքունիքը, Սյունիքը հոժարակամ տալու եք ուրիշին, չեք պայքարելու դրանց համար։ Խորհուրդ կտամ մյուս անգամ Հայաստանի տարածքային ամբողջականության մասին խոսալուց ծանր ու կշիռ անել ու ցինիկ ժպիտը դեմքին խոսալու փոխարեն ափր-ցփր դուրս չտալ այսուհետև։ Նստած ինձ համար գործ էի անում, մեկ էլ շրախկ։ 300,000 ադրբեջանցի բերելով մենք ստիպված ենք լինելու հայկական բանակում ունենանք ամենակիչը 10,000 ադրբեջանցի ծառայողներ։ Ես հասկանում եմ, որ քաղաքական անմեղսունակությունն ու դատարկամտությունը երբեմն կարող են սահմաններ չունենալ, բայց ոնց հասկացա, կալուգացի օլիգարխի դեպքում դրանք անսահման են։ Լավ, բայց հավաքվածներից մեկը չհարցրեց, թե 10,000 ադրբեջանցին գալիս է մեր բանակում ծառայի, որ ինչ անի։ Մեզ ումից պաշտպանի։ Ադրբեջանից։ Գիտեք սա որ դեպքն է։ Երբ կալուգեցի օլիգարխը մի սուտ ասել է 300,000 ադրբեջանցի Հայաստան գալու մասին, հիմա ստիպված է բազմաթիվ նոր ստեր հորինել առաջին սուտ կոծկելու համար։ Հեքիաթ ասած սուտասանը։ Կալուգեցի օլիգարխը խոստանում է ղարաբաղցիների անվտանգ վերադարձ Ղարաբաղ։ Խոստանում է Ղարաբաղ վերադարձնել։ Հիմա հարց. ում հաշվին է կալուգեցի օլիգարխը վերադարձնելու Ղարաբաղը։ Ում երեխաների հաշվին է կալուգեցի օլիգարխը վերադարձնելու Ղարաբաղը։ Դասալիկ Գերդաստանի, բանակից փախած եղբոր որդիների, թե բանակից փախած սեփական որդիների հաշվին։ Բա որ ասում ենք սրանք նոր պատերազմ են բերելու Հայաստանին։ Այ կաշառատուներ, էլի բռնվեցիք։ Հակակոռուպցիոն կոմիտեն քիչ առաջ հրապարակել է գաղտնալսումներ, որոնց հիման վրա կալուգեցի օլիգարխի թիմակիցներից եւս 5 անձ է ձերբակալվել ընտրակաշառք բաժանելու համար։ Գաղտնալսումներում ակնհայտորեն խոսվում է մարդկանց նյութապես շահագրգռելու մասին։ Մարդկանց ինքնասիրությունը ոտնահարելով փորձում են նյութապես շահագրգռեն։ Զազրելի, նողկալի բնույթի ձայնագրություններ, որտեղ մարդկանց ինքնասիրությունը ոտնահարելով, շալվար ու սվիտեր խոստանալով, գազի փող վճարել խոստանալով, ուսման վարձի մի մասը վճարել խոստանալով փորձում են վերջիններից ձայնը գնեն։ Մարդկանց մասին խոսում են ինչպես ապրանքի մասին։ Գլխաքանակով են մարդկանց մասին խոսում։ 500-ից 450-ը որակով է, դե երևի են 50 հոգի ընտրողն էլ անորակ էր։ Ու այո, ձայնագրություններում ակնհայտ երևում է, որ գործ ունենք հանրապետական կուսակցության համար ժամանակին փողով ձայներ հավաքագրող թաղային խուժանի հետ, հանրապետականի ընտրատասովշիկների հետ, ովքեր հիմա նոր տեր են գտել, իդեմս կալուգեցի օլիգարխի։ Այո, հանրապետականի ընտրատասովշիկները թաղային խուժանը այսօր ծառայում է կալուգեցի օլիգարխին։ Նույն թաղային խուժանը իրենց ընտրողների հասցեին հայոյանքներ է հնչեցնում։ Այս մարդիկ նույնիսկ իրենց ընտրողներին չեն հարգում։ Ու նույն ձայնագրությունների մեջ լսվում է նաև համապատասխան մյուս օլիգարխի անունը։ Ասում են դոդի մարդիկ են եկել, բա իրանց ինչ պատասխան ենք տալու։ Բելարուսցի համապատասխան օլիգարխը ասելիք չունի այս թեմայով։ Սիրելի ժողովուրդ, հեռու մնացեք թե կալուգեցի օլիգարխից, թե նրա թիմակիցներից, թե նրա ընտրատասովշիկներից,
թե այն թաղային խուժանից, որ ձեզ ընտրակաշարք կառաջարկի, որովհետև այդ ընտրակաշարքը իրականում ուղետոմս է դեպի կալանավայր, որովհետև ընտրակաշարք վերցրած ցանկացած անձ ի վերջո կալանավորվելու է ու տեղափոխվելու է կալանավայր, ինչպես որ տեղափոխվում են Կալուգեցի Սամոյի բազմաթիվ թիմակիցներ։